Օհանյան Սեյրան Մուշեղի, առաջին, Մարտիրոսյան Արմեն Պավլիկի, երկրորդ համար, Օսկանյան Վարդան Մինասի, երրորդ համար, Վարդանյան Էլինար Սուրիկի, չորրորդ, Հովանիսյան Վահագն Ռաֆայելի, հինգերորդ, Թևանյան Անդրանիկ Նորիկի, վեցերորդ, Մարգարյան Ստեփան Գրիգորի, յոթերորդ, Մուրադյան Սուսաննա Քարամի, ութերորդ, Նազարյան Գեղամ Արմենակի, իններորդ, Սահակյան Գառնիկ Բենիկի, 10-րդ եւ Հովանիսյան Ռաֆի Ռիչարդի 11-րդ։ Մեկ գիշերվա մեջ չի տեղի ունեցել։ 11-րդ տեղում է պարոն Հովանիսյանը իր ցանկությամբ, որովհետեւ համոզված է, որ 11-րդ տեղը եւս անցողիկ տեղ է։ Իր նախընտրած թիմն է եղել դա։ Իսկ դուք երկրորդ հորիզոնական պարոն Մարտիրոսյան, ինչպես ստացվեց, որ դուք հայտնվեցիք։ Ստացվելու որևէ խնդիր չկա, կուսակցության փոխնախագահը ես եմ, երկար ժամանակ Բարև Երևանի ցուցակը ես եմ գլխավորել, համար ինչ որ արտարոց իրավիճակ չկա, կարծում եմ։ Իսկ Վարդան Օսկանյանը որ հորիզոնական Երրորդը պարոն Օսկանյանն է։ Ինձ հետաքրքիր է լուրեր էին շրջանառվում, որ ձեր ցուցակում լինելու են նաև այն անձինք, ովքեր հիմա կալանքի տակ են, մասնավորապես Ղուկասյանը ցուցակում է եւ բացի դա նաև այսպես կոչված ռեյտինգային տարբերակով առաջադրվելու է 4-րդ ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները եւ Հացվերողը ցուցակում է լինելու։ Ոչ Հացվերողը ցուցակում չի։ Չէ, ուղղակի չի ցանկացել, որտեվ մեծ սիրով բնականաբար մենք ցանկանանք, որ ինքը լիներ։ Ճիշտ ասած, ես մի փոքր վաղ հիմնադիր խորհրդարանի մեր գործընկերների հետ շփվել էի այդ հարցով, բայց քանի որ իրենք չեն մասնակցում, հասկանալի պատճառներով այդ առաջադրումը չեղավ։ Սամվել Բաբայանը կա ցուցակում։ Ոչ։ Բացապես իր մասնակցությունը ցուցակի Ցուցակը ձևավորվել է 3 առաջնորդների ում անունով եւ դաշինքը կոչվում է աշխատանքով մի փոքր էլ ես եմ մասնակցություն ունեցել եւ վերջ ես ինչ իմանամ ինքը ոչ թե չեր երկել ինքը բարկացած ասել էր լավ եմ արել ես լավ հիշում եմ բայց ասել էր որ նաև ցուցակների կազմմանն է ինքը ներգրավվածություն ունենալու բացի լավ եմ անում ներգրավվածություն է ունենալու բայց արդեն ցուցակները պատրաստ էին այնպես որ նմանատիպ խնդիր չի առաջացել Ինչ վերջ ինտրիգը պահեցիք ինչն էր պատճառը որ մնացած ուժերը հրապարակել էին արդեն անգամ ժամեր առաջ Ինքն այսպես էինք նպատակահարմար գտել